ինչ կարող էր անել Նիկոլը, որ չարեց, ինչ կարող էր անել, որ շատ ավելի լավ վիճակում մենք կհայտնվեինք։ Տեսեք, եւ երկրորդ եւ երրորդ նախագահը միշտ կապված են եղել մեր հերոսապատման հետ, հա, մեր հերոսա այդ անցած հերոսական այո, մեզ հայրենիք պարգևելու եւ մենք դա հպարտությամբ ենք ասում, սրանք այն նախագահներն են, ովքեր մեզ հայրենիք են պարգևել եւ այդ հայրենիքը իրենք ոչ թե պարգևել են իրենց առանձնասենյակներում նստած, այլ պատերազմի մարտի դաշտում կորցնելով իրենց ընկերներին, իրենց հարազատներին, իրենց կյանքը ամեն վարքյան վտանգելով ու մի վարքյան անգամ չմտածելով, այսինքն մարդիկ ճանապարհ են անցել եւ հետո լինելով նաեւ ռազմաքաղաքական գործիչներ, բավական գիտելիքներ եւ այդ ամբողջ ճանապարհը անցածնելով շատ լավ պատկերացնելով այդ գործընթացները, այնուհետեւ նախագահել են ու նաեւ բանակցային գործընթացն են իրականացնել, բայց տեսեք եկավ Նիկոլը, լավ, եկավ այդ չարիքը, բայց սա մարդ էր, ով որևէ գործընթացում չէր եղել, երբևէ Արցախից ըստ էության դրական չէր խոսել բացի այդ դերասանական, այն էլ վստահ եմ էլի այդ տեխնոլոգների ասածով էր գնում նկարվում ու ասում Արցախը մեր հայրենիքն է, Ակնան մեր հայրենիքն է եւ այլն, որ հետո այդ աղետը բերեին, այո։ Բայց ամեն դեպքում, եթե մենք նայենք որպես չեզոք, այսպես դիտորդ, սա լավագույն տարբերակն էր Արցախյան հակամարտությունը կարգավորելու։ Դուք պատկերացնում եք, ըստ էության մենք ունեցել ենք իդեմս Նիկոլի 0 անձ, 0 քաղաքական գործիչ, 0 ղեկավար, որովհետև միայն 0-ն կարող էր գալ ու ասել, որ ես իմ գործընթացները սկսում եմ 0-ական կետից։ Կամ նույնիսկ եթե դու համարում էիր, որ դու 0-ական կետից էիր, ապա դու լրիվ շանսերը ունեիր այո, Արցախյան հակամարտությունը լուծելու եւ դա ավարտելու խաղաղ, բացառապես խաղաղ ճանապարհով ու բերելով խաղաղություն ողջ տարածաշրջանին